Եթե եկեղեցում կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն հենց եկեղեցու ներսում եւ մաքրման process-ը պետք է տեղի ունենա եկեղեցականների ձեռքով։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նման պնդում է անում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով բարձրաստիճան հոգեբորականների հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ըստ նրա, աշխարհիկ իշխանությունների խառնվելը նման հարցերին հակասահմանադրական է եւ որևէ քաղաքակիրթ երկրում նման բան դժվար է պատկերացնել։ Մեր զրուցակիցն արտաքին հետք է տեսնում այս գործընթացներում։ Մանավանդ ավետարանականների, որոնց նպատակն է կազմալուծել կամ գոնե պառակտել մեր եկեղեցին, պառակտել եւ հնարավոր է նաեւ կազմալուծել եւ ենթարկել իրեն, որը թույլ կտա նաեւ չեզոքացնել մեր սփյուռքը եւ սփյուռքը տանել դեպի ասիմիլյացիա։ Մեր հարցին արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի այցերը Ֆրանսիա եւ Շվեյցարիա կապ ունեն ստեղծված իրավիճակի հետ, Խաչիկյանը պատասխանեց. Իսկ այդ այցերը Ֆրանսիա եւ Շվեյցարիա հնարավոր է որ խորհրդակցություններ են լինելու եւ այն եկեղեցականները, որոնք չեն դավաճանել իրենց կրոնին, նրանք համախմբվելու են։ Իմ կարծիքով պետք է լինի համախմբում եւ այս մարդիկ, ովքեր դավաճան քաղաքական ղեկավարի հետևից գնացին դավաճան եկեղեցականները, սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում եւ կարող է բերել մեր եկեղեցու պառակտմանը։ Բոլորի վրա կոմպրոմատ հավաքելը եւ շանտաժ անելը չպետք է լինի պետության կառավարման ձև։ Եթե կային խնդիրներ, պետք է ժամանակին դա բարձրացնել։ Իսկ այս լրագրողի ոճը դա այն է, որ հավաքել կոմպրոմատներ եւ օգտագործել երբ որ պետք է։ Այսինքն, այս մարդը շանտաժով երկիր է ղեկավարում։ Ես չգիտեմ ինչու է մեր հասարակությունը սա ընդունում, բայց եթե ընդունում է, թող այդպես էլ լինի։ Անդրադառնալով սպասվող եկեղեցական ժողովին եւ հնարավոր լուծումներին, քաղաքագետը նշեց. Դե կարելի է ակնկալել, որ երևի եկեղեցին որոշումներ կկատարի, գուցե վթարի այն անձանց, ովքեր աստորեն դավաճանեցին հայ եկեղեցուն, եւ կարծում եմ, որ ճիշտ կլներ, որ ներքին կարգով ինքը եկեղեցին համապատասխան որոշումներ ընդուներ, այսպես ինքնամաքրման մասին, բայց ոչ կառավարության միջամտությամբ, այն էլ դավաճան կառավարության։